Մենք հիմա 32/35 ընտրատեղամասի ներսում ենք, արդեն երեկոյան ժամը 8-ն է եւ ոստիկանները փակեցին ընտրատեղամասի դռները եւ դռները փակելուց հետո ընտրատեղամասի հանձնաժողովը սկսելու է ձայների հաշվարկի ամփոփման նիստը։ Թե դուք քվեարկող եք, հավանաբար ձեզ հետաքրքրել է, թե ինչ է կատարվում նրանց հետո, երբ որ փակվում են ընտրատեղամասի դռները։ Ուրեմն, երբ որ դռները փակվում են, ընտրատեղամասում սկսվում է ձայների հաշվարկի ամփոփման նիստը։ Եվ մինչև բուն ձայները հաշվարկելը կան տարբեր գործողություններ, որոնք որ պահանջվում են ըստ օրենքի կատարել ընտրատեղամասի նախագահին, քարտուղարին, մյուս անդամներին եւ տեխնիկական սարքի մասնագետներին։ Ձայների հաշվարկը միանգամից չի սկսվում։ Տեսեք, հանձնաժողովի նախագահը հերթականությամբ կարդում է իրենց գործողությունները ըստ ուղեցույցի եւ հետեւաբար կատարում են այդ գործողությունը։ 460 ընդհանուր, 1 լրացուցիչ 461, 50% անցել է։ Իսկ ձայների հաշվարկի արդյունքները իմանալու համար հետևեք մեզ, բաժանորդագրվեք, լայքեք եւ տարածեք։